Բարև ձեզ, ծերիներս, մենք տեսეთ շարունակում ենք քննարկել Շիմեդ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք Տեր Բրահմայի աղոթքները։ Սովորաբար, երբ որ մենք մենակ ենք մնում սուրբ գրվածքների հետ, ես շատ հաճախ նկատում եմ, որ մարդիկ իրենք աղոթքների մասը արագ թերթում են, որովհետեւ այդտեղ չկան իրադարձություններ։ Իրականում ազնվորությունը, ով ուզում է խորասուզվել հոգևոր կյանքի իմաստի մեջ, պետք է շատ մեծ նշանակություն տա աղոթքներին, որոնք մատուցում են շատ ավելի հոգևոր տեսանկյունից զարգացած ազնվորությունները։ Ինչու՞։ Որովհետև իրենք մեզ պատկերավոր ցույց են տալիս, թե ինչպիսի արդյունքների են հասնում այն ազնվորությունները, որոնք լուրջ են հոգևոր ճանապարհի մեջ։ Հասկանում եք։ Եվ այդ պատճառով ես, եթե նկատում եք, չեմ շտապում դուրս գալ Տեր Բրահմայի աղոթքների մեջից, որովհետև ամեն մի բառը, ամեն մի տառը այս աղոթքների մեզ օգնում է տեսնել արդյունքները այն ազնվորությունների, ես նորից եմ կրկնում, որոնք իրենք մեծ հաջողությունների են հասնում հոգևոր ճանապարհին։ Եվ այսպես մեր այսօրվա տեքստը 16-րդ տեքստը 9-րդ գլխի եւ ինքը հնչում է այսպես. Դու մոլորակային համակարգերի ծառի սկզբնական արմատն ես։ Այդ ծառը ծլել է նյութական բնության միջով 3 բներով, որոնք 3 աստվածություններն են. ես, Շիվան եւ դու, ամենակարողդ, որոնք պատասխանատու են տիեզերքի արարման, պահպանման եւ կործանման համար։ Իսկ մեզանից տարածվում են բազմաթիվ ճյուղեր։ Ուստի ես խոր հարգանքով խոնարհվում եմ քո առաջ նյութական տիեզերքի ծառի առաջ։ Եվ ուրեմն այստեղ արդեն մենք տեսնում ենք, որ Տեր Բրահման ինքը պարզ գիտակցում է, որ ինքը արարիչներից մեկն է։ Ինքը պարզ գիտակցում է իր դերը եւ տեղը տիեզերքում։ Ինքը պարզ գիտակցում է, թե ով է Տեր Վիշնուն, այսինքն արարիչը։ Ինքը պարզ գիտակցում է, որ շուտով կլինի Տեր Շիվան, այսինքն նյութական աշխարհում ավիրման process-ները իրականացնողը։ Եվ միևնույն է, լինելով արարիչ, ինքը գիտակցում է, որ հիմա փաստացի ծնվել է Տեր Վիշնուից, այսինքն կա նախասկզբնական արարիչ, որից եւ բխում է մնացած ամեն ինչը։ Եվ այդ պատճառով Տեր Շիվան ինքը հիմա այստեղ դիմեց Գերագույնին որպես նախասկզբնական արմատ։ Այսինքն այն ամեն ինչը, ինչ որ տեղի է ունենում, կամ այն ամեն ինչը, ինչ որ պիտի լինի այս աշխարհում, այդ ամեն ինչի սկզբնական արմատը, սկզբնական հիմքը դա արարիչն է։ Եվ երբ որ խոսքը գնում է արմատի մասին, խոսքը գնում է ոչ թե միայն այն ուժի մասին, որը կյանք բանը, որը ասենք ամեն ինչի հիմքն է, այլև խոսքը գնում է այն ուժի մասին, որը ամեն ինչը սնում է։ Հասկանում եք, այսինքն այն ամեն ինչը, ինչ աճում է, այն ամեն ինչը, ինչ կարողանում է իրեն պահել, Գերագույն Աստծո ազնվորությունը, այդ ամեն ինչի հիմքն է։ Այսինքն Գերագույն Աստծո ազնվորությունը այստեղ Տեր Բրահմայի կողմից ներկայացվում է ոչ թե տիեզերքի ինչ որ մի մասը, այլ նրա շատ խորքային հիմքը։ Եվ իմաստուն են դառնում այն կենդանի էակները, որոնք իրենք հասկանում են կամ նկատում են, որ նյութական աշխարհում Գերագույն Աստծո ազնվորությունը պահպանում եւ սնում է նույնիսկ այն կենդանի էակներին,
որոնց մենք համարում ենք վատը։ Ինչու՞։ Սա նյութական աշխարհի հանդեպ վերաբերմունքի ամենակարևոր հիմքն է։ Ազնվորությունը ինքը պետք է հասկանա, ինչու համար է արարված նյութական աշխարհը։ Իսկ նյութական աշխարհը արարված է կենդանի էակների սխալ ցանկությունները իրականացնելու համար։ Եվ սա է պատճառը, որ երբեք, այսինքն նյութական աշխարհը ինքը միշտ մնում է երկակի։ Երբեք նյութական աշխարհում բարին չի հաղթելու։ Սա շատ կարևոր գաղափար է, հասկանում եք, որը ոչ թե պետք է ծնի դեպրեսիա, այլ պիտի ծնի իմաստություն, որտեղ մենք պիտի պարզ հասկանանք, թե ինչի համար է նախատեսված նյութական աշխարհը, ինչ կառուցվածք ունի ընդհանրապես այդ աշխարհը։ Ուրեմն տեսեք, այստեղ Շիվան, Բրահման ինքը շեշտեց 3 աստվածություններին. Արարչին, իրեն որպես երկրորդական արարիչ, եւ ուրեմն ավիրողին։ Սա նշանակում է, որ մենք պետք է հասկանանք, որ այո, նյութական աշխարհը ինքը միշտ հենված է արարման, պահպանման եւ ավիրման սկզբունքների վրա։ Եվ այնպես չի, հասկանում եք, որ միշտ պիտի արարվի բարին եւ ոչնչացվի չարը։ Այդպես է լինում միայն հեքիաթներում։ Իրական կյանքը ինքը այդպիսինը չի, բայց ինչպիսին է։ Ուրեմն այս ամենանախասկզբնական վերաբերմունքը նյութական աշխարհի հանդեպ, որը արդեն կոչվում է ոչ սենտիմենտալ վերաբերմունք, այսինքն իմաստության հիմքի վրա վերաբերվել նյութական աշխարհին, չէ՞, այդ վերաբերմունքը ինքը կայանում է հենց դրանում, որ նյութական աշխարհը ինքը արարված է նախանց կենդանի էակների համար։ Ոչ թե նրանց դեմ, այլ նրանց համար, որպեսզի մենք բոլորս կարողանանք իրականացնել մեր ցանկությունները եւ տեսնել, թե ինչի է վերածվում աշխարհը, երբ որ կենդանի էակները իրենք նախանձ են եւ էգոիստ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այո, նյութական աշխարհը իր մեջ պարունակում է սկզբունքներ, որի միջոցով կենդանի էակները հոգևոր աշխարհից գալիս եւ արիացիներ իրենք ասում են ընկնում են նյութական աշխարհ։ Եվ անպայման պարունակում է իր մեջ սկզբունքներ, որտեղ կենդանի էակները, որոնք իրենք, այսպես պատկերավոր ասած, քաղել են իրենց դասերը, քաղել են իրենց դասերը եւ սկսել են վերադարձի ճանապարհը, եւ այդ ճանապարհը կոչվում է հոգևոր ճանապարհ։ Եվ մենք պետք է հասկանանք, որ հոգևոր ճանապարհը ինքը նախատեսված չի աշխարհը փոխելու համար։ Հասկանում եք, հոգևոր ճանապարհը ինքը նախատեսված է աշխարհից հեռանալու համար։ Սա շատ կարևոր գաղափար է, որ ամեն մի հոգևոր մարդ ինքը պետք է հասկանա, որ իր ներքին հիմքը պետք է դառնա աշխարհից հեռանալու տրամադրությունները, այլ ոչ թե աշխարհը փոխելու։ Հաջորդ գաղափարը, որը մենք տեսეთ արդեն դիտարկել ենք, չէ, դա այն է, որ այն նյութական աշխարհի կառուցվածքը ինքը այնպիսին է, այսա շատ հիմնական գաղափար է նույնպես։ Ինքը այնպիսին է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը, այսպես պատկերավոր ասած, իրար գլուխ է հավաքում այն անձնավորություններին, որոնք իրար նման են։ Եվ դա կոչվեց ժամանակային փուլեր։ Արիացիներն ասեցին, կա ոսկե դարաշրջան,
որտեղ ապրում են այն կենդանեակները, որոնք հոգևոր տեսանկյունից ամենաբարձր որակավորումը ունեն։ Հա? Կա ուրեմն արծաթե դարաշրջան, որտեղ արդեն ծնվում են այն կենդանեակները, որոնց նյութական գիտակցությունը մի քիչ ավելի ակտիվ է։ Կա բրոնզե դարաշրջան։ Ոսկե, արծաթե եւ բրոնզե դարաշրջաններում ծաղկում է ուրեմն հոգևոր կյանքը, այսինքն կան աստվածամերժ պետություններ, եթե մենք մեր մոլորակի մասին ենք խոսում, բայց ընդհանուր առմամբ տիեզերքում միշտ կան տարածքներ նախատեսված աստվածամերժերի համար, բայց կան նաև տարածքներ աստվածակենտրոն կենդանեակների համար։ Երբ որ գալիս է աստվածամերժության դարաշրջանը, դա էլ իր ինչ-որ տեսակի հոգիների համար է նախատեսված, հասկանում եք, և այդ դարաշրջանը ինքը նախատեսված է այն կենդանեակների համար, որոնք իրենք ուզում են բացարձակ ազատություն, իրենց որոշումների, իրենց կյանքի և այլի համեմատ, հասկանում եք, և երբ որ գալիս է աստվածամերժության դարաշրջանը, նրա ամենաբնորոշ գիծը դա է, որ հնարավոր չի դառնում կառուցել իրական հոգևոր դաշտ։ Всё։ Որովհետև աստվածամերժերը դա թույլ չեն տալիս ուղղակի։ Ինչու թույլ չեն տալիս, մեկ այդ հոգեբանությունը կամաց-կամաց ես արանքում միշտ պորսիաներով բացատրում եմ, հասկանում եք։ Այսինքն հիմնական ինչ-որ մի հատ վերաբերմունք կա աշխարհի հանդեպ, որտեղ տեսեք, իսկ սենտիմենտալ կենդանեակները կամ նույնիսկ սխալ իմաստունները, չէ, իրենք կամ մտածում են նրա մասին, որ պետք է ճիգեր գործադրել, որպեսզի աշխարհը փոխվի, իսկ աշխարհը չի փոխվում։ Տեսեք, եւ օրինակ ես սկզբունքորեն եմ համարում, որ ֆրանսիացի այդ ազնվորությունը ինքը շատ ճիշտ բնորոշում է տվել աստվածամերժության դարաշրջանին, երբ որ ասել է, որ ցանկացած գաղափար ստեղծում են իդեալիստները, իրականացնում են ֆանատիկները, իսկ վայելում են սրիկաները։ Հասկացան, ոչ մեկ չի կարող, հասկանում եք, աստվածամերժության դարաշրջանի ողնաշարը կոտրի, որովհետև դա հատուկ դարաշրջան է, որտեղ գալիս են այդ կենդանեակները, և եթե մենք ծնվել ենք այդ դարաշրջանում, դա ուղղակի նշանակում է, որ այդ անկախության ցանկությունը կա նաև մեր մեջ, որ այսպես էլի ազատ զգայարանները բավարարելու հնարավորություն ունենալը մենք կարևորում ենք ամենաշատը։ Այսինքն ոչ մեկ մեզ չի խնդրել և ոչ մեկ չի պարտադրել աստվածամերժության դարաշրջանի ծնունդ։ Մենք ինքներս ենք այստեղ եկել։ Եվ դա նշանակում է, որ աստվածամերժությանը դարաշրջանին բնորոշ որակները պիտի մեր մեջ գտնենք, որպեսզի հասկանանք, որ մենք իրականում մենք էլ ենք այս դարաշրջանի պտուղներ, հասկանում եք, այս դարաշրջանը մեզ հոգեհարազատ է, և որ մենք դա հասկանանք, մենք կդադարենք մեղադրել այն ազնվորություններին, որոնք իրենք ցայտուն արտահայտված աստվածամերժի բնավորություն ունեն։ Այսինքն գերագույն աստվածազնվորությունը նմաններին հավաքում է իրար հետ, հա, եւ ինչի համար, որպեսզի պարզ դառնա, թե երբ որ այսպիսի կենդանեակներ են, աշխարհը ինչ է դառնում, երբ որ այսպիսին են, աշխարհը ինչ է դառնում, հասկանում եք, չէ՞։ Եվ այդ իմաստությունը ինքը, այսինքն այդ հասկացողությունը կներեք, ինքը այո դարձնում է մարդուն իմաստուն։ Եվ երբ որ մարդը ինքը դառնում է իմաստուն, չէ՞, այդ պարագայում ուրեմն շատ ու շատ հարցեր են լուծվում, հասկանում եք։ Եվ հիմա ուրեմն Տեր Բրահման ինքը հիմա խոսեց շատ կարևոր
թեմայից, որ այո, աշխարհը ինքը միշտ անկախ նրանից, դա այսպես կոչված բարին է թե չարը, ունի իր ծնունդի պահը, ունի իր պահպանման պահը, երբ որ ինքը կարող է լինել, եւ ունի այն պահը, երբ որ ինքը արդեն պիտի ոչնչացվի։ Ընդ որում դա վերաբերվում է եւ մարդկային կյանքին, ընդհանրապես կենդանիակների կյանքին, որոնցից ամեն մեկին տրված է ինչ-որ մի ասպես բանել է ժամանակաշրջան, որտեղ ինքը կարող է գոյություն ունենալ։ Եվ ազնվորությունը ինքը այո պետք է մեկ-մեկ հետ նայի, որպեսզի հասկանա, թե ինչի վրա է ծախսել իր կյանքը, ինչ է արել, ինչ էր կարող անել, բայց չի արել։ Եվ հակառակը, ինչ չէր կարող անել, բայց արել է։ Եվ այդ ժամանակ կարող է շատ գոհ մնալ ինքը իրենից։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն այս ամենը ինքը հնարավորություն է տալիս ճիշտ վերաբերվել ինքդ քեզ, ճիշտ վերաբերվել աշխարհին, եւ կա մի շատ կարևոր գաղափար, որը մենք պետք է հասկանանք, որպեսզի կարողանանք ճիշտ վարվել ամենաթանկ բանի հետ։ Գիտեք, աստվածամեժության դարաշրջանում մարդիկ իրենք սխալ են վարվում ամենաթանկ բանի հետ։ Որն է այդ ամենաթանկ բանը։ Դա ժամանակն է, որը մեզանից ամեն մեկին տրամադրված է կյանք ապրելու համար։ Ամենամեծ գաղտնիքը, ընդհանրապես, եթե մենք արդեն խոսում ենք երջանկության մասին, չէ, ամենամեծ գաղտնիքներից մեկը երջանկության կայանում է նրանում, որ ազնվորությունը ինքը պետք է ամեն ինչ անի իր ժամանակին։ Եվ երբ որ ինքը ինչ-որ մի հատվածում հապաղեց, թեկուզ հենց դա էր կյանքի այն ժամանակը, երբ որ ինքը պետք է զբաղվեր դրանով, դա հետագայում անպայման ունենում է իր հետևանքները։ Եվ ուշացնել ինչ-որ բաներ, դա միշտ նշանակում է, այսպես, եթե տնավարի ասենք, կյանքից հետ մնալ, չէ՞, իսկ կյանքից հետ մնալը, դա, այդքան էլ լավ բան չի։ Հասկանում եք, գնալ միշտ ժամանակի շնչով, ժամանակի տեմպով, դա միշտ նշանակում է, ռուսերեն ասում են быть на плаву, մնալ ջրի երեսին, չխորտակվել։ Եվ այս սկզբունքը, որը հիմա թվարկեց Տեր Բրահման, որ դու արմատն ես, դու ամեն ինչի արմատն ես, այսինքն դու այն ես, ով սնում է եւ ով պահում է, չէ՞ որ ասենք ցանկացած բույս ինքը իր արմատի հաշվին է կարողանում իրեն պահել։ Եթե ինքը ուժեղ արմատներ չունենա, մենք արդեն գիտենք, ինչքան ուզում է վերևի մասը հակառակը, ինչքան վերևի մասը ավելի ուժեղ է աճում, այդքան մեծ է ավելի հավանականությունը, որ ինքը շուռ կգա, եւ դա կլինի իր ավարտը, չէ՞։ Դրա համար այո, իհարկե, ցանկացած հարցում, ցանկացած կյանքի սֆերայում հաջողակ լինելու համար, սա շատ կարևոր սկզբունք է, առաջի հերթին պետք է հոգ տանել ուժեղ արմատներ ունենալու համար։ Եվ հետո նոր մտածել աճելու մասին։ Եթե առանց արմատների փորձում ենք աճել, մոտակա ամենաառաջի քամին մեզ կտապալի գետի։ Հիմա, ուրեմն Տեր Բրահման ինքը այդպես դիմեց, չէ՞, եւ հետո խոսած մոլորակային համակարգերի ծառի մասին, որ դու այդ համակարգերի ծառի արմատն ես, չէ՞։ Մենք ձեզ հետ արդեն խոսել ենք, որ արիացիները իրենք տիեզերքը բաժանում են 3 տեսակի մոլորակային համակարգերի։ Բարձր մոլորակներ, որոնք մնացած բոլոր կրոնականությունների մեջ կոչվում են դրախտ, դա դրախտային մոլորակներն են, Ուրեմն
միջին մոլորակներ, որտեղ ամբողջ տիեզերքով մեկ սփռված են մեր մոլորակի կարգի մոլորակներ եւ այնտեղ պարտադիր ամենտեղ կա կյանք կա նաեւ բոլոր դրախտային մոլորակներում, հա, եւ ուրեմն ցածր մոլորակներ, որոնք իրենք սովորաբար կրոնականության մեջ անվանվում են դժոխային մոլորակներ, եւ դա արիացիների կատարմամբ դա միշտ չի, որ նշանակում է, որ այնտեղ միայն տառապում են։ Արիացիները իրենք դժոխային մոլորակները կամ այսպես կոչված դեմոնական մոլորակները նկարագրում են այսպես, որ այո, այնտեղ կան մոլորակային համակարգեր, որտեղ կենդանիակները պատասխան են տալիս իրենց գործած մեղքերի դիմաց։ Եվ երբ որ իրենք պատասխան են տալիս իրենց գործած մեղքերի դիմաց, չէ, իրենք բնականորեն, ուրեմն այնտեղ իհարկե տառապանքը շատ է։ Աստվածտա խաղաղություն լինի, երբ որ մենք հասնենք 5-րդ երգին, մենք այնտեղ բավականին երկար կքննարկենք դες այդ դժոխային մոլորակների նկարագրությունը ըստ արիացիների։ Համենայն դեպս մոտավորապես պատկերացում կկազմենք, թե ինչպիսի, ասենք, արատավոր գործողությունների համար արիացիները իրենք ինչ պատիժներ էին պատկերացնում այդ դժոխային մոլորակներում։ Հիմա, սիրելիներս, չէ, բայց դժոխային մոլորակներում ապրում են նաև այդ Աստծուն ագրեսիվ վերաբերվող կենդանիակները։ Տեսեք, միջին մոլորակներում իրականում այսպես էլի ժամանակ առ ժամանակ են ծնվում այդ շատ ագրեսիվ կրոնականությանը ահավոր ագրեսիվ վերաբերվող անձնավորությունները, հա, հիմնականում միջին մոլորակներում ծնվում են աթեիստներ, հա, բայց աթեիստներ, որոնք իրենք բաց չեն էլի, չեն առարկում, եթե կողքը ապրում էին նաև կրոնականությունը, դեմ չեն, իրենց տարածք աշխատում են չթողնել, բայց դեմ չեն, եթե ինչ-որ իրանցից դուրս ինչ-որ միտեղ, ինչ-որ մի բան կա։ Իսկ դժոխային մոլորակներում ապրում են հիմնականում այդ կրոնին ագրեսիվ վերաբերվող կենդանիակները, որոնք իրենք թշնամանք ունեն Գերագույն Աստծո անձնավորության հանդեպ, եւ կան մոլորակներ, որոնք նույնիսկ նկարագրվում է, որ նյութական բարեկեցության տեսանկյունից շատ ավելի հարուստ են, քան դրախտային մոլորակները։ Գիտեք, ես առաջի անգամ, երբ որ այս գաղափարը կարդացի արիացիների մոտ, շատ զարմացել էի, բայց հետագայում իհարկե ամեն ինչ ընկավ իր տեղը։ Հիմա եւ այսա շատ կարևոր է, հասկանում եք, որ եւ դժոխային, եւ միջին, եւ դրախտային մոլորակների հիմքը Գերագույն Աստծո անձնավորությունն է։ Այսինքն, այո, իհարկե, դա ինքն է թույլ տվել։ Մենք պիտի հասկանանք էլի, որ նյութական աշխարհը չի արարվել, որպեսզի որպես հոգևոր աշխարհ, որը նախատեսված է երանության համար։ Հասկանում եք, նյութական աշխարհը ինքը երանության համար չի արարված։ Այսա ինքը շատ կարևոր գաղափար է, որը պետք է հասկացվի։ Նյութական աշխարհը ինքը արարված է լրիվ ուրիշ նպատակով։ Ինքը արարված չի երջանկության համար։ Ինքը արարված է սխալը ուղղելու, սխալը իրականացնելու կամ սխալը ուղղելու համար վերջնական։ Հասկանում եք, իսկ որպեսզի այդ սխալը ինքը գիտակցվի, չէ, այդ սխալը ինքը պիտի իրականանա եւ տա իր արդյունքները, որպեսզի կենդանիակը ինքը տեսնի, որ ուրեմն այդպիսի ներքին պլատֆորման ինքը վատ արդյունքներ է բերում։ Սրա մասին է չէ խոսքը։ Եվ ուրեմն հաջորդ քայլով, հա, բանը ուրեմն ինքը նշեց 3 աստվածությունները իրեն, մենք տեսեք բազմիցս այս ընթացքում խոսացել ենք դրա մասին, որ Տեր Բրահման ինքը
մանականության մարմնավորումն է, բայց շատ քիչ խոսեցինք դրա մասին, որ Տեր Բրահման ինքը համել կրքի գոյավիճակի ղեկավարն է։ Այսինքն Արարիչը, Բրահման եւ Ավելիչը իրանք նյութական աշխարհի գոյավիճակների ղեկավարներն են։ Արարիչը ինքը առաքինության գոյավիճակի ղեկավարն է։ Այսինքն, եթե պատկերավոր խոսենք, ինքը այն ազնվորությունն է, որը աջակցում է այս աշխարհում ամեն առաքինի եւ բարի բանի։ Ինչու՞, որովհետեւ հենց առաքինությունն է, որ պահպանում է այս աշխարհը։ Հասկանում եք։ Հիմա Տեր Բրահման ինքը ուրեմն կրքերի գոյավիճակի ղեկավարն է։ Կրքերի գոյավիճակը ստիպում է, ոչ թե ստիպում, այլ կրքերի գոյավիճակի մեջ կենդանիակների բնորոշ ուրեմն պահվածքը դա նա է, որ իրենք ակտիվ են, շատ ակտիվ գործող են։ Սա գործողության, ակտիվ գործողությունների սկզբունքն է։ Եթե մենք խոսենք, այսպես էլի, այս շատ ընդհանուր, այն վերջնական վերջնագիրով։ Հասկանում եք։ Եվ հիմա տեսեք, ասենք, չէ՞, ուրեմն այդ տեսանկյունից մենք պետք է հասկանանք, որ Տեր Բրահման ինքը հենց ինքը բանականության, նյութական բանականության մարմնավորումն է եւ կրքերի գոյավիճակի։ Կրքերի գոյավիճակը դա ակտիվության, ճիքերի գոյավիճակն է, որտեղ կենդանիակը բնական է, մեկ-մեկ հասնում է հաջողության, մեկ-մեկ կարող է պարտվել։ Հիմա առաքինության գոյավիճակը, որին իշխում է Արարիչը, ինքը կենդանիակների միջև համագործակցության գոյավիճակն է։ Այսինքն, ինչ է սա նշանակում։ Եթե կա ինչ-որ միտեղ կա հասարակություն, որտեղ հասարակության անդամները, հիմա կներեք, էլի տնավարի ասեմ, իրար գզում են առավոտից երեկո, այդտեղ հույս ունենալ, որ Գերագույն Աստծո անձնավորությունը որևիցե մասնակցություն է ունենալու, աջակցության մասնակցություն ունենալու է, բայց ոչ աջակցության տեսանկյունից։ Այլ շատ ավելի տխրահռչակ տեսանկյուններից։ Հասկանում եք։ Եվ սա, ուրեմն, մենք պետք է այդ որ մենք այդ օրենքները հասկանում ենք, մենք կարողանում ենք ստույգ որոշել, թե մենք այս պահին որ աստվածության ու կոպիտ ասած տակը ընկանք մեր պահվածքով, այս սկզբունքներով, որի հիմքի վրա մենք գործում ենք։ Երբ որ կենդանիակները իրար մեջ սկսում են համագործակցել, ընդհանուր նպատակներ, առաքինի, այսինքն ոչ մի կենդանիակների հանդեպ ագրեսիա չունեցող, այսինքն այդ առաքինության մեջ համագործակցությունը դա միանգամից նշանակում է, որ մենք հրավիրեցինք Գերագույն Աստծո անձնավորությանը։ Հիմա Գերագույն Աստծո անձնավորությունից ուժեղ ոչ մեկ չկա։ Եվ եթե մենք կարողանում ենք առաքինի կերպով համագործակցելով հրավիրել Աստծուն մեր կյանք կամ, չգիտեմ, հասարակության կյանք, չէ՞ որտեղ համագործակցություն դա միշտ նշանակում է կան կողմեր։ Դա միանգամից նշանակում է, որ մենք դառնում ենք կյանքի իրականում բոլոր ոլորտներում անպարտելի։ Հասկանում եք։ Հիմա, եթե մենք հենվում ենք մրցակցության տրամադրությունների վրա, ակտիվ գործելու, մրցակցության մեջ հաղթելու, չգիտեմ ինչ, եւ հենց իրար մեջ այդպիսի հասարակություն ենք կառուցում, մենք ընկնում ենք կրքերի գոյավիճակի ազդեցության տակ, որտեղ միշտ հաղթում է ավելի ուժեղը։ Եվ վերջ։ Եվ եթե մենք ընկել ենք վայելքների հետևից, եւ ընդհանրապես չենք մտահոգվել ուժ կուտակելու ուրեմն գործերով, ապա անմիջապես կարողանում ենք հասկանալ, որ
պարտություն ենք կրելու, որովհետև լինելու ենք թույլ։ Եվ վերջ։ Հա, հիմա, եթե մենք մեր կյանքում կամ հասարակության կյանքում, հա, հենվում ենք ատելության վրա, բռնության վրա, հա, իրար կոտորելու վրա, հենց իրար, որովհետև ես միշտ քննարկում եմ, չէ, որ կոտորելը դա մենակ ֆիզիկական չի։ Կոտորել կարելի է նաև հոգեբանորեն, հա, եւ երբ որ ասենք մեր կյանքում մենք կիրառում ենք բռնություն, բռնակալ ենք, հա, երբ որ հասարակության մեջ հիմնական տրամադրությունները դա մեկ-մեկու հանդեպ բռնություններն են, հասկանում եք, այսպիսի իրականությունը ինքը այսպես անմիջապես, առանց ոչ մի կողմ գնալու, անմիջապես ազդում է, անմիջապես է ազդում, հասկանում եք, դրա վրա, որ մենք մեզ համար մեր կյանքում կամ հասարակության կյանքում նախապատրաստեցինք ավիրման պրոցեսներ, որովհետև ընկանք տգիտության գոյավիճակի ազդեցության տակ եւ գործ ենք ունենալու հիմա այսպես Տեր Շիվայի զայրույթի հետ։ Եվ վերջ։ Այստեղ բոլոր պատմությունները ավարտվում են։ Հասկանում եք, եւ եթե դուք այդ տեսանկյունից նայեք աշխարհին, չէ, դուք կհամոզվեք, որ արիացիների գոյավիճակների տեսությունը այսպես 100%-անի բացատրություն է տալիս, թե որտեղ ինչու ինչ է կատարվում եւ որտեղ 5 րոպե հետո ինչ է կատարվելու։ Եթե այս պահին այդ իրավիճակը գտնվում է ինչ որ մի ուրեմն գոյավիճակի ազդեցության տակ։ Հասկանում եք, սա ինքը շատ կարևոր կետ է։ Հիմա, այսինքն Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը պահպանող ուժն է, եւ եթե ինքը ինչ-որ մի բանը պահպանում է, արիացիներն իրանք ասում են ոչ մեկ չի կարող վնասել նրան, ում պահպանում է Աստված, եւ ոչ մեկ չի կարող պաշտպանել նրան, ում Աստված որոշել է պատժի։ Հասկանում եք, կամ ինչ-որ դաստա, մենակ պատժող չի։ Հասկանում եք, չէ՞։ Այ ուրեմն Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդ ազնվորությունն է։ Տեր Շիվան ինքը քայքայող ազնվորությունն է։ Տեր Բրահման ինքը ակտիվ գործողության եւ գործողությունների միջոցով ինչ-որ բան արանելու սկզբունքն է։ Հասկանում եք։ Հիմա Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը Տեր Բրահմայի կողմից եւ ասպես մշտական ինքը ամեն անգամ դա շեշտում է, որ դու ամենակարողն ես։ Հա, այսինքն ինքը հիմա դիմելով Տեր Շի Կրիշնային, ինքը կներեք Նարայանային, ինքը բան է անում, էլի, այսպես մատնանշում է նրա ուժի ամբողջականությունը, այդ ուժի անկախությունը եւ այդ ուժի գերակշռությունը։ Հասկանում եք։ Այսինքն այդ բառը, որ ինքը իրան ասում է, «Օ դու ամենակարող», չէ՞, դա այսպես այդ բանի մեջ վերտիկալ այդ իերարխիայի մեջ, հա, ինքը ուրեմն խոսում է նրա մասին, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ընդհանրապես չի լուծվում այդ բանի էլի, այդ վերտիկալի մեջ, որտեղ ինքը հենց դրա տեղն է։ Հա։ Հիմա ինքը ինչ ասեց մենք երեքովս պատասխանատու ենք։ Պատասխանատու ենք արարման, պատասխանատու ենք պահպանման եւ պատասխանատու ենք ուրեմն ավիրման գործընթացների համար։ Չէ՞, ուրեմն սա նշանակում է, որ նյութական աշխարհը ընդհանրապես, հասկանում եք, ինքը ունի այդ երեք ուժը։ Եվ տեսեք, երբ որ մենք նայում ենք եւ մտածում ենք, որ կա միայն բնությունը, չէ, բնության տեսանկյունից մենք կարող ենք ասենք բնությունը, հա, ունի ինչ-որ իր տրամաբանություն, հա, բայց այդ տրամաբանությունը ինքը շատ դաժան է, այն տեսանկյունից, որ բնությունը ինքը ուղղակի սերմ է։ Իսկ ցանկացած սերմ հետո
ինքը պիտի պայքարի, որ կայանա եւ դառնա ինչ-որ կյանքի ձև։ Հասկանում եք։ Իսկ այդ պայքարի մեջ լիքը գործոններ կան, չէ՞, որոնք մենակ ազնվորությունից չեն կախված։ Օրինակ ասենք, ծառի վրայից ընկավ խնձոր, հա? Եվ այդ մի խնձորը ինքը ընկավ հողի վրա, մյուս խնձորը ընկավ քարի վրա։ Չէ՞, բնական է, չէ՞, որ երբ որ այդ խնձորը, որը ընկավ հողի վրա կպտի, սերմերը կընկնեն հողի մեջ եւ պետք կլինի ընդամենը անձրև։ Ուրեմն անձրևը կարող է չգալ եւ այդ սերմերը կչորանան։ Իսկ կարող է գալ եւ այդ սերմերը կդառնան ծառեր, բույս, հա? Հիմա, եթե իրանք մի խնձորի սերմեր են, իրանք իրար կողք են աճելու։ Նա ով որ առաջին այդ պատահականություն, չէ՞, նա ով որ ընկավ ամենավերևը, նա առաջինը դուրս կգա։ Ու երբ որ ինքը առաջինը դուրս եկավ, ինքը ավելի ուժեղ կլինի։ Եվ կճնշի մնացածին։ Հասկանում եք, չէ՞, այսինքն բնությանը երբ որ նայում ես, ինքը ինչ որ իր բանը ունի, որտեղ դժվար է օրինաչափություն գտնելը։ Մենք տեսնում ենք, որ ամեն ինչը կախված է պատահականությունից։ Հասկանում, ճոմ կամ, բաների, չգիտես, ոչ թե даже նույնիսկ, հա, պատահականությունից ասենք։ Իսկ այն խնձորը, որը ընկավ քարի վրա, ուզում է անձրև գա, ինչ ուզում է անի, ինքը կյանք չի դառնալու, փտելու է գնա։ Չէ՞, այսպես է, չէ՞, բնություն, բայց երբ որ մենք նայում ենք արդեն աստվածակենտրոն տեսանկյունից, ապա համենայն դեպս արիացիները իրանք ասում են, որ ոչ մի խնձորը պատահական չընկավ հողի մեջ եւ պատահական չընկավ քարի վրա։ Հասկանում եք, այսինքն ամեն ինչը ինքը ունի իր խորը իմաստը, խորը պատճառները։ Եվ այդ պատճառներից տեղյակ է իրականում, այդ էլ էսենց հիմնովին տեղյակ է միայն Գերագույն Աստծո ազնվորությունը, հա, բայց այդ մոտեցումը, որ մենք պետք է հասկանանք, չէ, երբ որ մենք դա հասկանում ենք, մենք ժամանակին, մենք սկսում ենք զգալ ժամանակը, որտեղ սովորաբար ես միշտ այդ օրինակն եմ, չէ, բերում, շատ այդպես կարևոր օրինակ է իրականում, էլի կարելի է մտածել, ես ինչ եմ ատաջարչին կպել այդ օրինակից։ Բայց ես վստահ եմ, որ ես 100 անգամ այդ օրինակը բերել եմ, բայց ինձ լսողները միևնույն է շարունակում են ապրել հենց այդ սկզբունքի հետ կապված։ Այսինքն հաշվի չեն առել, ինչ են լսել։ Յուդիշթիրայի հայրը կրոնականության կիսաստվածը հարց տվեց Յուդիշթիրային, ասեց կարող ես ասել, իսկ ինչն է այս աշխարհում ամենազարմանալին։ Եվ Յուդիշթիրան ասեց, այս աշխարհում ամենազարմանալին դա է, որ բոլորը տեսնում են, որ բոլորը մահանում են, իսկ իրանք ապրում են այնպես, ոնց որ թե հավեր։ Հասկանում եք, այս խնդիրը ինքը իրականում, այսինքն ժամանակի հանդեպ վերաբերմունքն է, չէ, այստեղ քննարկվում։ Այս խնդիրը կենդանեակը ինքը կարողանում է իր մեջ լուծել, երբ որ ինքը հասկանում է, որ նյութական աշխարհը ինքը ունի ստեղծման, պահպանման եւ արարման process, հա, եւ քայքայման process, եւ այդ քայքայման process-ից ոչ մեկ չի կարող խուսափել։ Աշխարհը ինքը հենված է այս 3 սկզբունքի վրա։ Եվ այս 3 սկզբունքը իրանք նյութական աշխարհի այդ խորքային իրականությունն են, որը ոչ մեկ չի կարող փոխել։ Հա, եւ մարդը ինքը կարողանում է ճիշտ կյանք ապրել, երբ որ ինքը ամեն օր հիշում է, որ առաջի հերթին հատկապես, եթե ինքը չի հետաքրքրվում այդ գիտություններով, ինքը տեղյակ չի, ինչքան է ապրելու։
Հասկանում եք, ինքը տեղյակ չի, ինչքան է ապրելու, ինքը տեղյակ չի իրան ինչքան ժամանակ է տրված, և որ պահին է որոշվելու, որ դու այլևս այս աշխարհում պետք չես, ոչ ինքդ քեզ, ոչ էլ ուրիշներին, հասկանում եք, հիմա, Տեր Բրահման ինքը ասեց և մեզանից է դուրս գալիս տարբեր զանազան ճյուղեր, ճյուղերը դրանք միշտ ֆորմայի բանն են, չէ, սպրայզվոտն է, այս ճյուղավորում է, չէ, փաստացի, և սա միշտ խոսում է այս տարբեր մակարդակների մասին, ծառը ինքը ունի բուն, ունի հաստ ճյուղեր, չէ, որոնց վրա, ասենք, հենված են մնացած բոլորը, և ունի բարակ ճյուղեր, ունի նոր աճող ճյուղեր, որոնք մեծացնում են ծառը, և ծածկված են տերևներով, ուրեմն այն նույն ձև էլ դա կարելի ասել կենդանիակներն են, սիստեմաներն են, պրոցեսներն են, որոնք իրանք դուրս են գալիս այդ երեք սկզբունքից, պահպանման, արարման և ավիրման, և դրա համար այստեղ Տեր Բրահման ինքը այդ է ասում, որ իմաստունը ինքը պիտի տեսնի, որ դա մի ծառ է, որտեղ ինքը սկսեց արմատից, աճեց դարձավ ծառ, տվեց պտուղ, պտուղը ուրեմն թափեց գետին կամ հավաքեցին, եկավ ձմեռ, ինքը մնաց առանց ոչ մի բան, հետո նորից, և մենք կարող ենք ասենք, որ օրինակ ինքը բուսականության կյանքը, ինքը ամենալավն է իմ կարծիքով, մեկ հագուստի օրինակն է շատ լավ ցույց տալիս վերաբարմնավորման գաղափարը, մեկ բուսականության, որ այդ ձմեռվա ապրումգին բուսականությունը ինքը ոնց որ մահանա, չէ, կյանքի ոչ մի սիմպտոմներ չկան, բայց հետո գալիս է գարունը, հաջորդ կյանքը, և ոնց որ ծառը ինքը ամեն ձմեռ մահանում է, ամեն գարուն նորից կյանք առնում, և բանն է, обновляется, չէ, ոնց է հայերեն, հասկանում եք, և ինքը նորից արտասանեց այդ բառակապակցությունը, որ ասեց ես հարգալից խոնարհվում եմ դրա առաջ, չէ, այսինքն ինչ է նշանակում, այնքը հիմա խոսեց այդ երեք սկզբունքի մասին, ու ասեց ես խոնարհվում եմ քո առաջ, այսինքն սա ոչ թե ինքը հենց այս պահին, երբ որ ինքը ասեց ես խոնարհվում եմ, չէ, ինքը ցուցաբերեց իր խոնարհությունը նրա առաջ, թե ինքը ինչպիսին է հասկանում, թե ինչպես է կառուցված այդ նյութական աշխարհի օրինաչափությունների առաջ ինքը խոնարհվեց, դա չեք մոռանում, Տեր Բրահման ինքը բանականության մարմնավորումն է, հասկանում եք, իսկ կրքերի, տգիտության գոյավիճակի ազդեցության տակ կենդանիակների բանականությունը մի բանով է զբաղված, պայքարում է արարչագործության օրինաչափությունների հետ, պայքարում է, որ հաղթի, այդ պայքարի մեջ դեռ ոչ մեկին չի հաջողվել այդ պայքարը հաղթել, հասկանում եք, և տեսեք, այս ներքին հոգեվիճակը, որ ազնվորությունը ինքը իմաստուն կերպով հասկանում է նյութական աշխարհի բնույթը և խոնարհվում է իր առաջ, այսինքն խոնարհություն է ցուցաբերում, հասկանալով, որ սա հնարավոր չի վերանցել, որտև սրա տակ շատ հզոր ազնվորության կամք է դրված, և այդ կամքի հետ խաղ անելը, այդքան էլ հաջող միտք չի, հասկանում եք սիրելիներս, չէ, և ուրեմն այդ Տեր Բրահման հիմա հենց այդ թեմայով խոսալուց
երբ որ ասեց ես խոնարհվում եմ քո առաջ, ինքը ասեց հենց դրա մասին, հա, եւ հետո նորից շեշտեց քո առաջ, որը ինքը նյութական տիեզերքի ծառն է, հա, եւ սա շատ նուրբ բանաձև էր իրականում, որտեղ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը Տեր Բրահմայի կողմից կոչվեց ոչ թե որպես ծառի արարիչը, այլ հենց ինքը ծառը, հա, այն իմաստով, որ այդ ծառի ամեն մի բջիջը կայանում է Գերագույն Աստծո ազնվորության, այնտեղ ինքը ներկա է եւ իր ներկայությամբ է ղեկավարում։ Եվ Տեր Բրահման ինքը խոսում է նրա մասին, որ ինքը հասկանում է, որ տիեզերքը ինքը, այսպես էլի, անկախ բան չի, անկախ ստրուկտուրա չի, հա, եւ միաժամանակ ինքը հասկանում է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը եւ ծառն է, եւ ծառի արմատ, հասկանում եք, չէ՞։ Ուրեմն, եթե մենք արդեն քննարկենք այս տեքստը, բանի մեջ, ասենք, հոգեբանության տեսանկյունից, չէ, հոգեբանության տեսանկյունից այս տեքստը ինքը բացահայտում է մարդկանց ամենախորը սխալներից մեկը։ Մարդիկ իրանք միշտ ապրում են այնպես, ոնց որ թե այն ճյուղը, որը հենց իրանք են, մանր ճյուղիկները, դա ամեն ինչն է, ինչ որ կա։ Մարդը ինքը տեսնում է իրադարձություններ, տեսնում է այս նյութական աշխարհում տեղի ունեցող պրոցեսներ, տեսնում է տարբեր կենդանիակների կողմից կատարվող դերերը, որոնք իրենց տրված են, չէ, տեսնում է ֆունկցիաներ, տեսնում է տարբեր մակարդակի կյանքի ձևեր, չէ, բայց երբեք չի կարողանում ապրել այդ ամեն ինչի արմատը գիտակցելով։ Եվ հոգևոր կյանքը ինքը նախատեսված է նրա համար, որպեսզի ազնվորության գիտակցությունը այդ արմատը միշտ գիտակցի։ Հասկանում եք, որովհետև եթե ինքը չի կենտրոնանում արմատ, այսինքն այն ինչ որ այս ամեն ինչը սնում է, հա, եւ որ ինքը չի կենտրոնանում այդ արմատի վրա, ինքը միշտ այսպես կարճում է ճյուղերի հասկացողությունից, հա, ու հասկանում է առանձին երևույթներ, կարող է հասկանալ, ասենք, առանձին կենդանիակների կողմից կատարվող դերերը, կարող է ասենք բան անել, տես կարճել, ուրեմն ուժից, հա, կարող է կարճել սեփական բաներ, значимость ոնց այդեն կարևորության զգացումից, չէ՞, կարող է կարճել նրանից, որ ղեկավարի կյանքի ինչ որ մի մասը, հասկանում եք։ Եվ որ ինքը այդպես է անում, ինքը զարգացնում է մոլորության այդ անկախության մոլորության զգացումը։ Հասկանում եք, այսինքն ինչ է, երբ որ ազնվորությունը ինքը ստանում է ինչ-որ մի հատ ֆունկցիա, հա, ինքը սկսում է մտածել, որ այն մնացած ամեն ինչը կախված է իրանից։ Եթե շատ պրիմիտիվ ասեմ, ասենք, եթե օրինակ, չգիտեմ, ինչն է մեր ժամանակներում, ենթադրեք մարդը իր համար ինչ-որ ռեստորան դրեց, չէ՞, այ հենց որ ինքը ռեստորանը դրեց եւ սկսեց աշխատացնել, չէ՞, ինքը անմիջապես մտնում է այդ հոգեվիճակի մեջ, որ ինքն է աղբյուրը, որ եթե ինքը չլինի, այս ռեստորանը կկանգնի։ Բայց այդպես չի, ինքը մահանում է, իր տեղը անմիջապես նստում են ուրիշ մարդիկ եւ կարող է ղեկավարել շատ ավելի լավ, քան ինքը, իսկ կարող են եւ ավիրել իր արած չարածը։ Հասկանում եք, եւ տեսեք, այսինքն հենց որ կենդանիակը ինքը մի փոքր ինչ-որ ուժ, ինչ-որ ազդեցություն է ձեռք բերում, առաջի բանը, որ ինքը մեծ հաճույքով անում է, դա նա է, որ հերքում է, որ կա
շատ ավելի լուրջ ղեկավար, քան ինքն է։ Հա? Եվ մարդը ինքը մի տեսակ սկսում է ապրել այնպես, որ իր կյանքում, չէ, ամեն ինչը էլի держится ոչ թե կախված է, այլ գոյություն ունի այդ ազնվորության հիմքի վրա։ Եվ եթե մարդը ինքը ինչ-որ մի բան արարում է, կամ պահպանում է, կամ ավիրում է, հա, ինքը մտածում է, որ դա ինքը անում է անկախ։ Եվ այդ իմաստով այս տեքստը ինքը շատ խորը տեքստ է, որովհետև Տեր Բրահման ամբողջ տիեզերքի երկրորդական արարիչը ինքը ասեց, ես հասկանում եմ, որ եւ պահպանման եւ ոչնչացման գործընթացների մեջ ոչ մի կենդանի էակ ինքը ազատ չի։ Եվ կաս դու, կա այդ բոլոր պրոցեսների քոքը։ Հա, իհարկե, եթե ասենք ինչ-որ մի բան պետք է ավիրել, իհարկե Գերագույն Աստվածաշնչությունը այդ ավիրման համար ընտրում է այն հոգիներին, որոնք սիրում են ավիրել։ Վերցնում է այդ հոգիներին, հավաքում իրար գլուխ, կոչվում է բանակ, եւ ուղարկում է այդ բանակը այնտեղ, որտեղ իրանք արդեն իրանց ուղարկել էլ պետք չի։ Իրանց հենց որ հավաքեցին իրար գլուխ, իրանք ինչ-որ մի տեղում, եթե պետք է, օրինակ ասենք, չգիտեմ, պետք է ինչ-որ մի վայրը ոչնչացնել։ Ինչ է անում ինքը։ Ինքը այդտեղ կողքերում հավաքում է այն կենդանեակներին, որոնք ունեն ագրեսիվ բնություն։ Всё, իրանց ագրեսիվ բնություն ունեն, իրանք իրանցով դայում են հենց իրանց մոտակա շրջապատը, այստեղ ինչը կարելի է ավիրել, ու սկսում են ավիրել։ Եվ այդպես Գերագույն Աստվածաշնչությունը իրականացնում է իր կամքը։ Բայց այդ կենդանեակներին թվում է, որ իրանք իրանցով, ուրեմն, մտածեցին, իրանք իրանցով պլանավորեցին, իրանք իրանցով որոշեցին, եւ այլն, եւ այլն։ Հասկանում եք, իսկ Տեր Բրահման ինքը այս տեքստի միջոցով վերադարձնում է մեզ դեպի իրադարձությունների արմատը։ Եվ սա իրականում, եթե մենք խորանում ենք այն տեքստի մեջ, թե ինչ ասեցը, որտեղ այսպես թվում է, թե դե պարզ տեքստեր գնացինք առաջ, չէ, բայց եթե մենք խորանում ենք, թե Տեր Բրահման այստեղ ինչ ասեց, մենք այս տեքստի մեջից շատ իմաստուն ենք դուրս գալիս։ Որովհետև եթե մենք հիմա լուրջ հասկանանք, թե Տեր Բրահմանի ինչ ասես, չէ, մենք կդադարենք ապրել միայն այդ արտաքին պրոցեսների մասին դատելու տրամաբանությունից կազատվենք եւ կդադարենք ապրել այդ տրամաբանության մեջ։ Հասկանում եք, մենք կդադարենք ֆունկցիան համարել բան աղբյուր, հա, որտեղ միշտ կգիտակցենք, որ աղբյուրը ինքը շատ ավելի խորն է, որ աղբյուրը դա Աստծո կամքի մեջ է, որտեղ ինքը արդեն որոշեց, ինչ-որ մի բան ավիրվելու է, եւ ոչ մեկ դա չի կարող կանգնեցնել։ Հիմա թե ինքը դա ում ձեռքով կանի, իսկ մենք եթե արտաքին տրամաբանություն ունենք, չէ, մենք սկսում ենք մեղադրել զենքը, այլ ոչ թե զենքը գրողին հասկանալ։ Հասկանում եք։ Եվ ամեն կենդանեակ ինքը կհասկանա իր տեղը, դիրքը, դերը, որ իրան տրված է այս աշխարհում, եւ կհասկանա, որ այդ ամեն ինչի մեջ ինքը անկախ չի։ Հա? Այսինքն այս տեքստը ինքը իրականում լուրջ վերաբերմունքի ժամանակ կարող է հոգեբանական տեսանկյունից դառնալ շատ լուրջ հիմք, որպեսզի ազնվորությունը ինքը սթափվի։ Հասկանում եք, որպեսզի ինքը այս պահից հետո կարողանա իր դերը, իր նախասահմանումը կատարել
լինել ուժեղ, ասենք, ունենալ ցիրկ արարելու, հա, պահպանելու, փոխելու, բայց եւ երբեք չանցնելու այդ սահմանը, որ ես եմ ղեկավարը, այսինքն երբ որ կենդանիակը այլևս երբեք ոչ մի բանակայում ինչ էլ ուզում է անի, կարող ենք, եթե խիստ ասենք, կարող ենք ասել այսպես, ինքը իրեն չի աստվածացնելու, հա, ինչի, որովհետև ինքը պարզ գիտակցում է, թե ինչն է հիմքը, հենց դրա համար է, որ հոգեբանական տեսանկյունից այս տեքստը ինքը շատ օգտակար է, շատ օգտակար է այն ազնվորությունների համար, որոնք իրանք ձգտում են ղեկավարել, որոնք իրանք հպարտություն են զգում կյանքում իրենց դերերից, հա? Շատ օգտակար է նրանց համար, ովքեր որ կմտնեն պատասխանատվության զգացումի մեջ, որի միջոցով եւ կազատվեն այդ ես եմ Աստվածը գաղափարից, հասկանում եք, շատ օգտակար է ոչնչացնելու համար այն գաղափարը, որ առանց ամեն ինչը կավիրվի։ Միլիոնավոր կենդանի էակներ ծնվել են անցյալում։ Արարել են եւ իրենց մեջ եղել են ազնվորություններ, որոնք շատ մեծ գործեր են արել։ Եվ իրենց թվացել է, որ իրանք երբ որ չլնեն ամեն ինչ կկործանվի, հա? Դրա համար իրենք չեն ուզեցել մահանան, որպեսզի իրենց արածը մինչև վերջ պահպանեն։ Բայց ժամանակը միևնույն է հաղթել է, այդպիսի անձնավորությունները վերացել են, բայց կյանքը չի կանգնել։ Այո, այն իրանցից հետո ձեռք է բերել այլ կերպարանք, բայց չի կանգնել։ Հասկանում եք։ Այսինքն այս տեքստով Տեր Բրահման ինքը մի շատ կարևոր բան է ասում։ Ինքը ասում է, ես արարիչ եմ, ինչպես եւ մենք բոլորս մեր տեղերում կարող ենք ինչ-որ բան ստեղծել, չէ՞։ Ինքը ասում է, ես արարիչ եմ, բայց ես գիտակցում եմ, որ իմ արարման տաղանդի արմատը ես չեմ։ Հասկանում ես, եւ այս տեքստը ինքը հենց այդ դա է մեզ փորձում ասել։ Տեր Բրահման հիմա սրա մասին է խոսում, որ եթե նույնիսկ ինձ տրված է երկրորդական արարչագործությունը, իսկ տիեզերքում դրանից ավելի մեծ դեր չկա, չէ՞։ Միևնույն է։ Այո, ես ունեմ շատ կարևոր ֆունկցիա, բայց արմատը միևնույնն է դու ես։ Եվ շատ կարևոր է, որ այս գաղափարը հասկանալուց հետո կենդանիակը ինքը չզգա իրան նսեմացած, որովհետև սա նսեմության մասին չի խոսքը։ Հասկանում եք։ Սա հակառակը, այս տեքստը ինքը ազատում է կենդանիակին այն բեռից, որը ինքը իր վրա վերցնում է ավելնորդ, երբ որ մտածում է, որ ամեն ինչ իր վրա է հենված, եւ եթե ինքը չլինի, ամեն ինչ կկորչի, հա? Այսինքն, եթե խոսում ենք սրտի մաքրագործման գործընթացի տեսանկյունից, այս տեքստը ինքը մի տեքստ է, որը ազատում է կենդանիակին այդ ավտոնոմիա, վրոդի էլի անկախություն խոսքն ա գալիս էլի, բայց այդքան էլ դուրս չի գալիս։ В общем, այդ ավտոնոմնստի իլյուզիայից է էլի դուրս բերում։ Հասկանում եք։ Իրականում այդ սրտի թուլությունը ինքը շատ նուրբ է։ Հասկանում եք, որովհետև այդ սրտի թուլությունը, որ ես մի կարևոր ֆունկցիա եմ կատարում եւ առանց ինձ ինչ-որ բաները կարող է եսի ինչ լնեն, չէ՞։ Այսինքն գիտեք ոնց օրինակ
ինքը երկու գաղափար կա այս աշխարհում, եւ երկուսն էլ ճիշտ են։ Մեկը դա նա է, որ անփոխարինելի, որ բոլոր ազնվորությունները իրանք անփոխարինելի են, որովհետեւ ցանկացած ազնվորություն ինքը ինչ որ մի գործ, ինչ որ մի բան եթե անի, եթե նույնիսկ ամենալավ բանն է անում, միևնույն է, ինքը այդ գործի վրա դնում է իր դրոշմը եւ ինքը անփոխարինելի է այդ տեսանկյունից, չէ՞։ Բայց կա մի հատ ուրիշ տեսանկյուն, որից էլ արդեն ազնվորությունը պիտի հասկանա, որ անփոխարինելի մարդիկ չկան, կենդանիատներ չկան, եւ եթե ազնվորությունը ինքը վերանում է ինչ-որ մի դաշտից, այո, ինքը անփոխարինելի էր այն տեսանկյունից, թե ինչպես էր ինքը դա անում, բայց որ դա անող կգտնվի, եւ կարող է այդ եկող անողը ինքը շատ ավելի լավ անի, քան անում էր նա, որ մտածում էր, որ ամեն ինչ իր վրա է։ Հասկանում եք։ Ուրեմն այս սրտի ցլության հետ է աշխատում այս տեքստը։ Հասկանում եք, որովհետև այդ գաղափարը, չէ, ինքը կարող է շատ խիստ արտահայտված լինել, ոչ թե միայն մարդու նյութական կյանքում, այլև հոգևոր։ Հասկանում եք։ Բայց կենդանիակը ինքը պետք է իր մեջ, հատկապես հոգևոր մարդը ինքը պետք է իր մեջ իր տեղը դնի, այդ զգացումը, որ ոչ թե ինքն է աղբյուրը, այլ ինքը մասնակիցն է, հա, եւ մասնակիցն է, որովհետեւ համապատասխան որակավորում ունի, որովհետեւ այո, ընտրվել է Գերագույն Աստծո ազնվորության կողմից այսինչ խնդիրը լուծելու համար, հա, եւ մենք պիտի հասկանանք, որ այնինչ որ մենք կոչում ենք չարիք, հիմա արդեն տրանսցենդենտալից ենք խոսում, հա, հա, եւ այնինչ որ մենք համարում ենք այս աշխարհում չարիք, չէ, իրականում դա նույնպես Գերագույն Աստծո անձնավորության կողմից թույլ տրված երևույթներ են։ Հասկանում եք։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը ինչ որ մեկին օգտագործում է, որպեսզի իրականացնի իր այդ կամքը, որ այս երևույթը օրինակ կամ պիտի իրան վերանայի, կամ պիտի ոչնչանա։ Հասկանում եք։ Այդ տեսանկյունից իհարկե մենք կարող ենք ասել, որ աստվածամերժության դարաշրջանում, որտեղ հիմքը կայանում է նրանում, որ չկա արդարություն, չկա ճշմարտություն եւ չկա բարիություն։ Բա ինչ կա։ Կա սեփական շահեր, սեփական ճշմարտություն այդ շահերի հետ կապված, կա անարդարություն գործելու հնարավորություն եւ այդ արդարությունը դաժան ձևերով իրականացնելու ուրեմն բոլոր հնարավորությունները։ Հետագայում արդյունքը ստացվում է, իհարկե։ Բայց որպեսզի մենք հասկանանք, չէ, թե ասենք սա Գերագույն Աստծո ազնվորության կամքն է, որ ինչ-որ մի բանը պիտի վերացվի, թե այս երևույթը ինքը այդ աստվածամերժի իրականացվող դաշնությունն է, մենք միշտ պետք է նայենք ուշադիր, թե ով ինչ է վերացնում։ Եվ եթե վերացնում են ոչ առաքինության մեջ գտնվող երևույթ, դա նշանակում է, որ եկել է այդ երևույթը կամ վերանայելու, կամ ոչնչացնելու ժամանակ։ Սովորաբար Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը նախապես քայլեր է անում, նախապես զգուշացնում է, ինքը երբեք առանց զգուշացնելու ոչինչ չի անում, հա, եւ հետո նոր սկսվում են գործողությունները, բայց մարդիկ սովորաբար
երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը սկսում է զգուշացնել, շատ անլուրջ են վերաբերվում նրա զգուշացումներին, բայց Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը արդեն դրա հետ հաշվի չի նստում, որովհետև ինքը շատ հասարակ օրենքի մեջ է գործում։ Ես զգուշացրեցի, դուք այլևս չեք կարող ասել, որ զգուշացված չեք, թե ինչ կընտրեք անել դրանից հետո, պատասխանատվությունը ձերն է, հասկանում եք, ինքը միշտ գործում է այդ նույն բանաձևով, ինչ բանաձևով ինքը գործում է Բhagavad Gita-ում अर्जुन-ի հետ, շատ համբերատար ինքը अर्जुन-ին բացատրեց իր տեսակետը, հետո ասեց հիմա հասկացար, अर्जुन-ն ասեց այո, և Տեր Քրիստոսն ասեց, հիմա ինչ ուզում ես արա, և համապատասխան կստանաս քո ընտրության արդյունքը։ Հիմա սիրելիներս, չէ, ուրեմն այդ տեսանկյունից սա շատ կարևոր տեքստ է, որը ինքը ուրեմն աշխատում է այդ մեր այդ տրամադրությամբ, որտեղ Բրահման ինքը արարիչն է, եւ հիմա ինքը ասում է, որ ես արարելու եմ ոչ այն տեսանկյունից, որ ես ստեղծում եմ, ես պահպանում եմ, ես ղեկավարում եմ, ես պատասխանատու եմ, ես այդ բոլոր process-ների կենտրոնն եմ, այսինքն եթե ինքը այդպես վերաբերվի, ինքը պետք է դառնար իր համար համենայն դեպս նյութական աշխարհի կենտրոնը։ Մենք դեռ կմտնենք պատմությունների մեջ, եւ դուք կտեսնեք, թե ինչքան բարիություն, ինչքան փափկություն եւ խոնարհություն կա ընդհանրապես Տեր Բրահմայի մեջ, թեկուզ եւ ինքը երկրորդական արարիչն է։ Եվ այդ երկրորդական արարիչ դիրքի մեջ իրան բոլորը կոչում են հայր։ Եվ դա նշանակում է, որ ինքը այդ ֆունկցիան կատարում է ոչ թե որպես ղեկավար, այլ որպես հոգ տանող։ Հասկանում եք։ Եվ ամեն տեղ, երբ որ մենք տեսնում ենք, որ ինչ-որ մի բան է արվում, եւ այդ մի բանը անելու հետ միասին ազնվորությունը ինքը գոռոզություն է զարգացնում, որ ինքը ինչ-որ կարևոր բան դարձավ այստեղ, չէ՞։ Մենք միանգամից պետք է հասկանանք, որ դա տգիտության, կրքի գոյավիճակի ազդեցության տակ գործող կենդանի էակ է, որը ինքը իրականում աստվածային ոչ մի բանի հետ կապ չունի, առաքինի ոչ մի բանի հետ կապ չունի, եւ իր վերջնական մոտիվը, որով ինքը գործում է, դա իր սեփական փառքն է եւ այդ փառքից բխող բոլոր բարիքները։ Ուրեմն այս տեքստը առաջի հայացքից պարզ թվացող շատ հոգեբանության տեսանկյունից բարդ կառուցվածք ունի, որտեղ տեքստը ինքը սովորեցնում է Տեր Բրահման, ինքը սովորեցնում է մեզ, որ ինչքան էլ կարևոր լինի մեր ֆունկցիան, մենք պետք է լինենք խոնարհ եւ հասկանանք, որ մենք ընդամենը Գերագույն Աստծո ազնվորության մտահղացումները իրականացնողն ենք եւ այդ բանը, որ մենք հասկանանք, որ մենք չենք կարևորը, դա չի նշանակում, որ մենք անմիջապես պիտի դրանից հրաժարվենք։ Եթե մենք անմիջապես դրանից հրաժարվում ենք, մենք տգիտության եւ կրկերի գոյավիճակի ազդեցության տակ գտնվող ազնվորություններ ենք։ Անկախ նյութական պայմաններից հոգևոր մարդը ինքը կատարում է այն ֆունկցիան, որը հասկանում է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը իրեն է վստահել։ Հասկանում եք, այսինքն այս տեքստով Բրահման չի խոսում նրա մասին, որ գործունեությունը ինքը կարևոր չի։ Հասկանում եք, ինքը ուղղակի վերադարձնում է ամեն ինչ նրան, ում այդ ամենը պատկանում է Գերագույն Աստծո ազնվորությանը։ Այսինքն կենդանի էակին մնում է իր ֆունկցիան, մնում է իր դերը, մնում է իր ուժը, բայց ինքը հասկանում է, որ ոչ այդ ֆունկցիան, ոչ այդ դերը, ոչ էլ այդ ուժը իրենը չեն, արմատը իր մեջ չի։ Հասկանում եք։ Եվ ուրեմն դա բերում է իսկական
խոնարհության եւ այդ հիմքի վրա խոնարհություն զարգացած անձնավորությունները իրենք նյութական ոչ մի բաների իրադարձությունների ընթացքում չեն զիջում այն նախասահմանումը, որը իրենց վստահված է։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս,